մենք ուսումնասիրեցինք մի քանի հարցեր, ինչ է Աստծո ներկայությունը, ինչ է կատարում, երբ նա ներկա է, ով կարող է բերել նրա ներկայությունը, ով կարող է բնակվել նրա ներկայության մեջ։ Երբ է նահանջում Աստված իր ժողովրդից եւ որտեղ է բնակվում Աստված։ Ուզում եմ այսօր շարունակենք եւ տեսնենք որտեղ է մեր եւ Աստծո հանդիպման վայրը։ Որտեղ է, որ մենք հանդիպում ենք Աստծուն։ Եթե գտնել Աստծուն, եթե հանդիպել Աստծուն, Աստված կարծես թե քողարկված է անտեսանելիության ծածկոցով եւ ինքն է իրեն այդ դիրքում դրել, որպեսի երբ որ մարդը իսկապես կամենում է Աստծուն հանդիպել, այդ ժամանակ մարդը հանդիպի Աստծուն։ Որ այնքան մատչելի չլինի Աստված, որ մարդիկ անարժեք կերպով վերաբերվեն Աստծուն։ Ինչ որ առումով պատճառներից մեկը, որ նախորդ անցած դարերի հարյուրամյակների, հազարամյակի ընթացքում հայկական եկեղեցիները կառուցվել են առավելապես բլուրների գագաթին, առավել մարդկանցից մի քիչ ավելի օտարացած վայրերում, ինչի, որպեսի մարդիկ ջանք գործադրեն, որ երբ որ մարդը իսկապես ուզում Աստծու մոտ գնա, ինչ որ ջանք գործադրի հասնելու այդ բարձունքին, ոչ թե կարծես թե հասանելի եղնի, մատչելի եղնի այնքան, որ հասարակի պես, անեական բանի պես համարվի, այլ որ առավել գնահատված լինի եւ մարդիկ ջանք գործադրեն հասնելու կարծես թե Աստծուն։ Եվ երբ որ մարդը իսկապես ուզում է հասնել Աստծուն, գտնել Աստծուն, այդ մարդը կգտնի Աստծուն։ Եվ որտեղ է մեր եւ Աստծո հանդիպման վայրը։ Գուցե շատերս կարող ենք մտածել, թե Կիրակի օրը գնամ Կիրակի օրը եկեղեցի բալքի Աստծուն հանդիպեմ։ Գուցե մտածում ենք, որ այս այնտեղն է, որտեղ մի քիչ ավելի փառաբանություն կլինի, մի քիչ ավելի երկար աղոթք կլինի, երկրպագություն կլինի, Աստծու ներկայությունը կլինի, ճիշտ ենք մտածում, որ Աստծո ներկայությունը կա, որովհետև Տեր Հիսուսն ինքը քաջալերում էր եւ ասում էր, որ եթե 2 կամ 3 հոգի հավաքվեն, ես այնտեղ նրանց մեջ ներկա կլինեմ։ Այսինքն սրանով մենք բացահայտում ենք, որ մի առանձնահատուկ մի բան կա, որ Տիրոջ կողմից պատվելի մի երևույթ կա, որտեղ Աստված իր ներկայությունը առաջադրում է, երբ որ իր ժողովուրդը հավաքվում է իր անունի շուրջ, իր հեղինակության շուրջ, իր անձի շուրջ։ Սակայն եթե մենք մտածելու լինենք, որ Աստված բացառապես եկեղեցում է ներկա եւ մենք որտեղ է մեր եւ Աստծո հետ հանդիպման վայրը, մենք շփոթված կլինենք, որովհետեւ ընդամենը շաբաթը մի անգամ գուցե երազելով եւ խարխափելով փորձենք Աստծուն հանդիպենք եկեղեցում, այդ անգամ գուցե մեր հոգեվիճակն էլ այնպեսին չլինի, որ պատրաստ չլինենք սրտով հանդիպելու ու հանկարծ չհանդիպենք, որովհետև այդ ձև բան կա, որ կարա մնացածի համար Աստծո ներկայությունը խիտ եղնի, բայց քո համար կարծես թե մի փակ դուռ լինի։ Ինչի, որովհետև դու չկարողացար մտնես Աստծո ներկայության, դու չկարողացար մոտենաս Աստծուն, որովհետև Աստծուն մոտենալը դա նախ եւ առաջ սրտի դիրք է, հետո նոր ուրիշ բաներ։ Եվ կարող են մնացած Աստծո ներկայության մեջ օրհնված լինել, Աստծուն հանդիպած լինեն, բայց դու հանդիպած չլինես։ Հետևաբար որտեղ է Աստծո հետ հանդիպման վայրը։ Տեր Հիսուսը Մատթեոս ավետարանի 6-րդ գլուխ 6-րդ համարի մեջ ասում էր, որ Աստծո բնակության վայր Աստված ծածուկում է։ Եվ մեր եւ Աստծո հետ հանդիպումը տեղի ունենում ծածուկում։ Բայց դու երբ որ աղոթք անես, մտիր քո սենյակը եւ դուռդ փակած աղոթք արա դեպի քո հայրը, որտեղ է ծածուկում է։ Եվ քո հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցանի քեզ։ Որտեղ է հայրը, հայրը ծածուկում է։ Աստված իրեն հատուկ պարփակել է ծածուկի մեջ, այն չերևացող տեղի մեջ, այնտեղ որտեղ մարդկանց աշկերից են կոմա։ Որտեղ մենք գուցե մտածում ենք, որ մարդկանց աշկերին ցուցադրենք, որ տեսեք, ես ինչ օրհնված եք, տեսեք,
լացում եմ, կամ տեսեք թրջկոտում եմ, կամ տեսեք մեկն եմ անում, մյուսն եմ անում եւ Աստծո հետ հանդիպել եմ, բայց Տեր Հիսուսն ասում էր, այդ հանդիպումը, որ տեղի ունենում, բացահայտ չի։ Տեր Հիսուսն ինքը խրախուսում է, ասում էր, երբ որ աղոթք եք անում, ձեզ մի ցուցադրեք, գնաք հրապարակների մեջ կանգնեք, աղոթեք ու երևաք հոգեվոր, որ տեսեք, այսինչ հոգեվոր եմ, տեսեք, այսինչ աղոթող մարդ եմ, այլ երբ որ ուզում ես աղոթք անես, գնա ծածուկ տեղը, որովհետև քո եւ Աստծո հետ այդ հանդիպման վայրը ծածուկն է եւ Աստված հանդիպում է ունենում ծածուկում։ Մի ուրիշ դրվագ ենք տեսնում, որ երբ որ Մովսեսը պիտի հանդիպեր Աստծուն, երբ որ Իսրայելի ժողովուրդը դուրս էր եկել Եգիպտոսից, ինչ կատարվեց, Մովսեսը բարձացավ լեռ Աստծո հետ հանդիպելու համար։ Ուզում եմ կապեմ այս երկու տեսարաններն իրար հետ, որ քիչ առաջ խոսեցի եւ այս հաջորդը։ Տեսնում ենք Եղիային, երբ որ Եղիան փախավ Հեզաբելի երեսից, ուր գնաց Աստծո լեռը բարձրացավ, նորից լեռը բարձրացավ։ Տեր Հիսուսը երբ որ աղոթք պիտի աներ, ինչ էր անում, ձորն էր իջնում, չէ, ձորը չէր իջնում։ Գնում էր լճի ափը մենակության մեջ, չէ, լճի ափել չէր գնում։ Ուր էր գնում, բլուրի վրա էր բարձրանում, չէ, նորից լեռն էր բարձրանում, նորից մեկուսանում էր։ Ինչու են լեռը բարձրանում, կարծես թե անձնական ջանքի մի հատված կա, որ երբ որ մենակության մեջ ես, երբ որ հաճելի չի, որ մենակ լինես, ով է սիրում մենակ նստելը, որ մենակ նստի ու լուռ մնա ու ժամերով, օրերով լուռ մնա մենակ նստի, չէ, մենք քիչ թե շատ սիրում ենք հաղորդակցությունը մարդկանց հետ, գուցե ինչ որ պահ հոգնես մարդկանցից ու մի կես ժամ ասես գլուխս դինջանա, բայց էլի երբ որ այս մենակությունից էլ հոգնում ես, փնտրում ես մարդկանց հետ հաղորդակցությունը։ Եվ երբ որ Տեր Հիսուս ամբողջ գիշեր Աստծո հետ ժամանակ էր անցկացնում, ուզում ենք հասկանանք, ինչ կա, որ մենակության մեջ, երբ որ լեռն ես բարձրանում, այս լեռը ինչ որ խորհրդանշում է ինչ որ բան։ Ինչի Տեր Հիսուսը ամբողջ օրը արևի տակ հոգնած, այդքան ժողովրդին, այդքան խոսում էր, այդքան սովորացնում էր, այդքան ծառայում էր, այդքան էներգիա էր ծախսում ու փոխանակ պարկեր մի քիչ հանգստանար կամ գոնե հա չես էլ հանգստանում, ուզում ես աղոթես, դե մի քիչ առանձնացի ընդհանուրից մի 100 մետր չէ, թեկուզ 500 մետր են կողմ գնա, որ ձենդ ոչ մեկը չլսի, կարենաս քո համար հանգիստ աղոթք անես, գնա մի հատ խոռոչի մեջ մտի ու աղոթք արա։ Բայց ինչի լեռն էր բարձրանում։ Ինչ որ նշանակություն ուներ սա, ինչի Մովսեսը լեռն էր բարձրանում, հեշտ չի լեռը բարձրանալը։ Հեշտ չի մագլցելը, որովհետև դու ջանք ես ծախսում, դու էներգիա ես ծախսում ու հոգնած ու ջարդված օրվա ծանրությունից դու պիտի բարձրանաս լեռը։ Մեկուսացման մի վայր, եւ սա մեզ համար խոսացող է, թե այդ ֆիզիկական իրադարձությունը ես չեմ խրախուսում, որ ամեն իրիկուն, երբ որ գործից հոգնած գալիս ես, բարձրանում մի հատ լեռ գտնես, բարձրանաս լեռը ու այնտեղ աղոթք անես։ Թեև որոշների համար գուցե լեռան ստորոտ հասնելը հիմա ավելի հեշտ եղնի, որովհետև մեքենաներով կարող են լեռան ստորոտ հասնելը, բայց լեռ բարձրանալը դա արդեն ոտի գործ է։ Բայց ես ուզում եմ խրախուսեմ, որ գուցե աղոթքի մեջ մի տեղ կա, որտեղ դու դժվարությունով պիտի անցնես, որտեղ հառաչանքով, որտեղ այդ մենության մեջ, երբ որ դու պիտի առանձնանաս Աստծո հետ, հեռախոս չկա, որ մեկին զանգես, ասես, բա գիտես ինչ, ես դժվարություն ունեմ։ Ես ժամանակ կար, որ մի անգամ, երբ որ առանձնացա Աստծո հետ, պիտի 2-3 օրով ծոմով առանձնանայի Աստծո հետ։ Եվ մտածում էի, քանի որ մարդկությունից կտրված մի տեղ պետք է եղնեմ, մտածում էի հեռախոսը ընդհանրապես չվերցնեմ հետս, որովհետև ասում էի պահի տակ կարող է գայթակղություն եղնի, զբաղվեմ հեռախոսով, բայց հետո իհարկե որոշումը կար, որ բարձրապես Աստծո հետ առանձնանամ, բայց հետո մտածեցի, ասեցի, դե կարող է մարդ ես մի բան պատահում, ասենք վայրի կազան կլինի կամ վերջապես ծոմով առանձնանում ես, սիրտը թուլանալ կա, բան կա, կարենաս մեկին զանգես։ Այն ժամանակ հեռախոս չկար, որ զանգեին։ Մովսեսը լեռան գագաթից չէր կարա զանգեր, ասեր սիրտս թուլացել է, ոտներս թուլացել է, 40 օրը հաճ չեմ կերել, ստեղ էլ հաճ չկա, որ ուտեմ, ուզում եմ իջնեմ, ոտներս թուլացել է, չեմ կարող իջնեմ, բայց առանձնացել էր 40 օր,
Աստծո հետ։ Ինչի, որովհետև երբ որ դու առանձնանում ես Աստծո հետ, մի կողմ ես դնում անձնական ինքնապաշտպանական բոլոր ֆունկցիաները դնում ես մի կողմ եւ Աստծուն հանձնվելու մի կարգավիճակով հանձնվում ես Աստծուն մոտենալու եւ Աստծուն մեծագույն վստահությունով մոտենում ես Աստծուն վստահելով նրան, որ եթե պիտի մեռնեմ, թող քո ներկայության մեջ մեռնեմ, բայց վստահում եմ քեզ, որ եթե դու կամենում ես, որ ես պիտի ապրեմ, ես կապրեմ։ Բայց մի անձնական բան կա, որ երբ որ դու ուզում ես մոտենաս Աստծուն, մոտենաս դժվարությունները հաղթարելով, մագլցելով դժվարությունների վրայով։ Երբ որ մենակության մեջ այդ էլ չես ուզում մենակ մնաս, ուզում ես մարդկանց հետ շփվես, ուզում ես սոցցանցեր մտնես, չէ, ես այս դժվարությունն էլ մագլցում եմ, ես այս դժվարությունն էլ հաղթարում եմ ու ուզում եմ առանձնանամ Աստծո հետ։ Ուզում եմ հասնեմ գագաթին, ուզում եմ հասնեմ Աստծո հետ հանդիպմանը եւ հանուն այդ հանդիպման ես ուզում եմ ամեն դժվարություն հաղթարեմ եւ ամեն բան հետևում թողնեմ։ Մի հաջորդ հարց կա, որ ուզում եմ այս հարցին անդրադառնալ։ Ինչու է Աստված ետ քաշվում, երբ որ որևէ մեկը մեղք է գործում։ Ինչու մեղքը բաժանարար պատ է, որովհետև Եսայի մարգարեն ասում էր, ձեր եւ ձեր Աստծո մեջտեղ բաժանում դնող պատը ձեր մեղքերն են։ Ինչու է մեղքը այդքան պատճառ հանդիսանում, որ Աստված հետ է քաշվում։ Որովհետև գիտենք, որ նրա բնույթը, նրա բնութագիրը դա սրբությունն է։ Եվ երբ որ Աստծո բնութագիրը դա սրբությունն է, Աստծո էությունն է դա, հանկարծ երբ որ մեղքը առաջ է գալիս, Աստված հետ է քաշվում։ Ինչի։ Հատկապես այդ պատճառով, որովհետև ինքը սուրբ է եւ ինքը զզվում է մեղքից, թե ուրիշ պատճառ էլ կա։ Ադամի ու Եվայի պատմության մեջ երբ որ տեսնում ենք, որ բաժանում դրվեց մեղքի պատճառով, շատ ավելի խորքային է պատճառը։ Եվ ո՞րն էր այդ պատճառը։ Երբ որ անհնազանդության հիմքում ուրիշ պատճառ կա։ Երբ որ ես անհնազանդություն եմ գործում, ես Աստծուն ասում եմ, քո կամքը այդքան էլ էական չի ինձ համար։ Էական է իմ կամքը։ Էական է ես ինչ եմ ուզում։ Սա է անհնազանդության հիմքը, երբ որ մարդն ասում է, ես չեմ ուզում քեզ հնազանդվեմ, ես ուզում եմ ես ինքս լինեմ որոշողը։ Ինչ էր այն ծառը, որից պիտի ուտեին, դա բարի եւ չարի գիտության ծառն էր։ Երբ որ ես ինքս եմ արդեն որոշում, որն է ճիշտը, որն է սխալը, որն է լավը, որն է վատը։ Երբ որ ես արդեն Աստծո կարիքը չունեմ, որ Աստված ինձ ասի, իմ դուրը սա գալիս, այ իմ դուրը այս մյուս բանը չի գալիս, արդեն ես ինքս եմ ինձ համար չափանիշներ դնում, սա լավ է, սա վատ է։ Էական չի Աստված այդ լավին կասի վատ, թե վատին կասի լավ, էական է, որ ես եմ ուզում որոշեմ։ Ու երբ որ ես իմ կամքը բարձր եմ դասում Աստծո կամքից, ասում է, դե եթե դու քո կամքը բարձր ես դասում իմ կամքից, եթե դու կարիք չունես իմ գնահատականի, ես հետ կքաշվեմ։ Բայց այն ժամանակ, երբ որ դու կուզենաս, որ ես լինեմ կարևորագույն տեղում քո կյանքի մեջ, ես կլինեմ։ Թեև ես արարիչն եմ, թեև ես հեղինակն եմ ամբողջ ստեղծագործության, բայց ես ինձ հետ եմ քաշում այն ժամանակ, երբ որ դու ինքդ որոշում ես, որ դու շատ ավելի կարևոր ես, քան ես։ Եվ երբ որ մենք որոշում ենք, որ մեր կամքը շատ ավելի կարևոր է, այդ ժամանակ Աստված հետ է քաշվում։ Եվ սրա հակառակ Տեր Հիսուսը, երբ որ ասում էր, եթե մեկն ուզում է իմ հետևից գա, ինչ պիտի անի, պիտի իր անձը ուրանա եւ իր մահը, իր մահի պատրաստակամությունը վերցնի ու գա իմ հետևից։ Եվ սա է ճանապարհը Աստծուն մոտենալու, եւ սա է պատճառը, որ Աստված չի պարտադրում իրեն, այլ Աստված սպասում է, որ որևէ մեկը տա իր համաձայնություն Աստծուն կարևորագույն տեղում դնելու եւ Աստծուն ասի, ինձ համար էական է, թե դու ինչ ես կամենում, ինչ ես մտածում եւ ինչ ես զգում։ Եվ ինձ համար սակավ էական է, ես ինչ եմ կամենում, ինչ եմ մտածում եւ ինչ եմ զգում։ Ուզում եմ վերջի հարցին անդրադառնամ։ Եթե մենք այս ամեն ինչ խոսացած լինենք, բայց այս հարցը
առաջ չքաշեինք, գրեթե անիմաստ կլիներ։ Ինչպես գտնել Աստծուն։ Ինչպես գտնել Աստծուն, որովհետև մեր ամբողջ թեմայի վերնագիրը սա էր, ինչպես գտնել Աստծուն։ Եթե կերպի մասին ուզում ենք բացահայտենք, որն է կերպը Աստծուն գտնելու, տեղին է կարդալ Ամովս մարգարեության 5-րդ գլուխ 5-րդ համարը։ Եվ Ամովսը, երբ որ մարգարեանում էր, ասում էր. Բեթել մի գնացեք, Գաղգաղան մի փնտրեք, ինձ փնտրեք, որ ապրեք, բայց Բեթելը մի որոնեք եւ Գաղգաղա մի մտնեք եւ Բերսաբե մի գնաք, որտեւ Գաղգաղան անպատճառ գերի պիտի գնա եւ Բեթելը պիտի ոչնչանա։ Տիրոջը որոնեք եւ կապրեք, որ նա չհարցակվի կրակի պես Հովսեփի տան վրա եւ նա լափի եւ Բեթելը հանգցնող չունենա։ Ինչ կար Բեթելի մեջ, ինչ կար Գաղգաղայի մեջ, որ հանկարծ նրանք որոնում էին։ Առաջի հայացքից կարծես թե տպավորություն կա, որ Գաղգաղան այնտեղն էր, որտեղից Իսրայելի ժողովուրդը, երբ որ անցավ Հորդանան գետով Եգիպտոսից դուրս եկած ժամանակ, Աստված պատվիրեց Հեսուին, ասեց 12 հատ քարար եւ հուշարձանի պես կանգնացրա, որ երբ որ ձեր երեխեքը հարցնեն, ասեն, «Էս ինչ քարեր են», ասեք, «Էս այն քարերն են, որ երբ որ մենք Հորդանանի միջով անցանք, Տերը մեզ փառավոր կերպով Հորդանան գետը կանգնացրեց, մենք մեջով անցանք, հետո նորից Հորդանան գետը սկսեց հոսել»։ Այս Տիրոջ հրաշքն է, որ Տերն արել է։ Գաղգաղայում այդ քարերն էին։ Ինչ էր Բեթելը։ Միտեղ, որտեղ Աստծո տուն էր կոչվում։ Ու առաջի հայացքից մտածում ես, ասում ես, կարող է սրանց հետ կապված է, բայց երբ որ մի քիչ ավելի պատմական առումով նայում ես, տեսնում ես, որ Իսրայելի ժողովուրդը Գաղգաղայի մեջ եւ Բեթելի մեջ կուրքեր էր դրել ու գնում էին այս կուրքերին պաշտելու։ Ոսկե հորդ կար, որ Գաղգաղայում դրել էին այս ոսկե հորդը, կարծես թե Աստծո հրաշքի կողքին մի հատ ուրիշ կուրք էին դրել, որ նրան էին պաշտում։ Եվ Աստված նախանձով ասում էր. դուք ուրիշ բաներ եք փնտրում, դուք ձեր ցանկություններն եք փնտրում, դուք ձեր կռապաշտությունն եք առաջ տանում այն դեպքում, երբ որ պետք է ինձ որոնեք։ Ու ասում էր զգուշ մնացեք, հանկարծ չլինի, թե եթե դուք շարունակեք ձեր կռապաշտության հետևից գնալու, ես հանկարծ սկսեմ մեծ հրդեհ։ Այն ձև մեծ հրդեհ, որ հանկարծ որևէ մեկը չկարողանա այս հրդեհը մարել, եւ այդ հրդեհը լափի ձեզ, ձեր տները, ձեր ընտանիքները։ Եվ Աստված սա էր պատվիրում, ասում էր, ինձ փնտրեք, որ ապրեք, որտեւ ես եմ այն միակ ճշմարիտ արժեքը, որ դու քո կյանքի մեջ կարող ես ունենալ։ Ու եթե փնտրտուքի մասին է խոսքը, Աստված պատվիրում էր ու Իսրայելին ասում էր, փնտրեք ինձ, որոնի ինձ։ Ինչ ենք որոնում մեր կյանքի ընթացքում։ Մենք ավելի հաճախ մեր բարեկեցությունն ենք որոնում, ավելի հաճախ մեր անձին հաճելի, մեր մտքին կամ աչքին կամ մարմնին հաճելի բաներն ենք փնտրում, ավելի հաճախ մեր հեղինակությունը կամ մեր պատիվը կամ մեր փառքն ենք փնտրում։ Իսկ Տեր Հիսուսն այս բացահայտումն էր անում մեզ համար, որ անձի ուրացում։ Առաքյալը ասում է, որ ինչ կա այս աշխարհի մեջ, աչքի ցանկություն, մարմնի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանություն։ Ու հանկարծ հաջորդ առաքյալն ասում է, այս աշխարհը եթե սիրեք, ձեր եւ Աստծո դեմ միջև թշնամություն եք դնում, որտեւ աշխարհի մեջ եթե աչքի ցանկությունն է, մարմնի ցանկությունն է ու այս կյանքի ամբարտավանությունն է, ու հանկարծ մարդը փնտրում է աչքին հաճելի բաները, որ աշկը կշտացնի, մարմնին հաճելի բաներով մարմինը կշտացնի եւ այս կյանքի ամբարտավանության հետևից գնա, հանկարծ մի սահման կա, որ տեսնում ես, որ դու սրանով քու եւ Աստծո միջև թշնամություն ես կանգնացնում։ Ու եթե կանգնացնում եմ թշնամություն, ինչ կա ինձ համար, փնտրտուքս դեպի Աստված լինի, թե փնտրտուքս դեպի իմ ցանկությունները լինի։ Ինչ են փնտրում քո աչքերը եւ ինչ է փնտրում քո սիրտը։
Տերը փնտրեք, որպեսզի ապրեք։ Ուզում եմ դատավորած 16-րդ գլուխ 18-րդ համարը կարդամ։ Ինչպես գտնել Աստծուն։ Եթե գտնելու կերպ, ապա գուցե այս կերպ Սամսոնի մասին գրված է, որ Սամսոնը մի վերջի անգամ Աստծուն աղեր սարեց, երբ որ Աստված իրանից հեռացել էր։ Գտնվում էր գերության մեջ եւ թշնամու աղաց ներաղում, այս կարգավիճակի մեջ, երբ որ ամեն բան կորցրած, երբ որ աչքերը տեսողությունը կորցրած, երբ որ իր հարազատությունը կորցրած, իր հեղինակությունը կորցրած, իր սրբությունը կորցրած, իր ամեն ինչը կորցրած կարգավիճակի մեջ էր, դատավորած 16-րդ գլուխ 18-րդ համարի մեջ կարդում ենք, որ եւ Սամսոնն ասեց Տիրոջը. Ով Տեր Եհովա, աղաչում եմ հիշիր ինձ, ով Աստված, եւ միայն այս անգամ էլ ինձ ուժովացրու, որ փղշտացներից իմ երկու աչքերի վրեժը մեկ անգամով առնեմ։ Եվ Սամսոնն ինչ արեց, պարզապես մի աղոթք չարեց սովորական, պարզապես մի սովորական կանչ չուղղեց Աստծուն, աղաղակեց Աստծուն։ Ինչի էր պատրաստ այս պահին Սամսոնը։ Այս պահին Սամսոնը պատրաստ էր մեռնի փղշտացիների հետ։ Եվ իր թևերով կպավեց սյուներին, որոնց վրա այդ կուրքի տաճարը հենվում էր, եւ ասավ. մենակ ես մի անգամ էլ խնդրում եմ ինձ իմ կյանքի մեջ արի։ Սամսոնի մասին գրված էր, որ Աստված լքել էր Սամսոնին, թողել էր Սամսոնին, բայց Սամսոնը չգիտեր այդ մասին։ Այն ժամանակ, երբ որ Դալիլան նրա մազերը կտրեց։ Եվ Սամսոնի գիտակցության մեջ ինք հասկանում էր, որ Աստված իրան պատիվ էր արել, եկել էր իր կյանքի մեջ, եւ աստվածոտությունը կար իր կյանքի մեջ, բայց ինքը չգնահատեց սա։ Եվ իր ապաշխարությունը եւ իր զղջումը իր սրտի մեջ ասում էր, ես համաձայն եմ, որ այն կոչումը, որ դու ինձ տվել ես, որ ես պիտի դատավորություն անեի եւ Իսրայելի ժողովրդին ազատեի իր նեղիչների ձեռքից, ես համաձայն եմ, որ իմ կյանքի գնով դա անեմ, որովհետեւ ես ամեն բան կորցրել եմ, բայց խնդրում եմ ես մի անգամը լսի ինձ ու հետ վերադարձի իմ կյանքի մեջ։ Երբ որ մեր կյանքի մեջ մենք հասնում ենք միտեղ, որտեղ պատրաստ ենք մեռնենք, բայց մեղք չգործենք, ինչի, որովհետև հազիվ մի փոքր գտել ես Աստծուն, որովհետև կյանքիդ ընթացքում այնքան է եղել, որ ուզեցել ես Աստծուն մոտենաս, բայց նորից մեղք ես գործել, հեռացել ես Աստծուց։ Ու այնքան ես սարել, որ տեսել ես, որ մեղքին կապված էությունով չես կարում մեղքին հակառակ կենաս, մեղքին կապված էությունով չես կարում մեղքի գերությունից դուրս գաս, ու հանկարծ երբ որ Աստծո ազատությունը գալիս է կյանքիդ մեջ, ասում ես ամեն բան կանեմ, մենակ թե այս ազատությունը պահեմ, ամեն բան կանեմ, մենակ թե նորից մեղքին գերի չգնամ։ Ու այս այդ աղաղակն է, որ Աստծուն ասում ես, Տեր, խնդրում եմ քեզ, պահի քո ներկայությունն իմ կյանքի մեջ, եթե անգամ քեզանից հեռու պետքա գնամ, ոսկորներս ջարդելով կլինի, թե ոնց կլինի, պահի ինձ քո ներկայության մեջ, ես չեմ ուզում մեղքին նորից գերի գնամ։ Ու Սամսոնի այս աղաղակն էր, որ Տեր, խնդրում եմ, պատրաստ եմ կյանքից գնով, այն ժամանակը, որ սատանան ինձանից գերի ա տարել, ինձանից վերցրել ա, ինձանից գողացել ա, ես պատրաստ եմ վրեժ առնելու թեկուզ իմ կյանքի գնով։ Ու սիրելի քրիստոնյա, ուզում եմ քեզ խղուսեմ, ինչպես գտնել Աստծուն, երբ որ դու պատրաստ ես անձնասոհության, քո անձը դնես զոհասեղանի վրա եւ Աստծուն այո ասես, քո անձին ոչ ասես, բայց Աստծուն այո ասես, այդ ժամանակ Աստված գտնվում է, այդ ժամանակ Աստված եկավ օծությունով նրա վրա, ուժ տվեց նրան եւ այս սխրանքը կատարելու կարողություն տվեց։ Մի հաջորդ համար, որ ուզում եմ մեջ բերեմ, Երկրորդ Օրինաց 4 գլուխ 29-րդ համար։ Այս համարի մասին անգամներ խոսել ենք։ Նախորդող համարները սրանք են այս համարի։ Երբ որ Աստված ասում էր, երբ որ դուք անհնազանդություն կգործեք ինձ, դուք կգնաք գերության, որովհետև ձեզ կմատնեմ գերության։ Երբ որ իմ օրենքը թողեք, ես ձեզ կցրեմ տարբեր ազգերի մեջ։ Բայց երբ որ այնտեղից այդ գերի գնացած վիճակից կորոնես քո Եհովա Աստծուն,
եւ կգտնես, երբ կգտնես պայման կա, երբ որ բոլոր սրտովդ եւ բոլոր հոգովդ նրան կխնդրես։ Այս ժամանակ կգտնվի Աստված, երբ որ ամբողջ սիրտդ կդնես Աստծուն որոնելու։ Աստված չի ուզում, որ մենք ձեռի հետ իրան ուզողներ եղնենք, իրան ցանկացողներ եղնենք, իրան փնտրողներ եղնենք, դե ձեռի հետ, հա դե մի քիչ Աստծո հետ, մի քիչ աշխարհի հետ, հա դե այնով չի ուզում Աստված իր կյանքի մեջ ներկա եղնի։ Կարող է մեկս մյուսից մաղթանք ենք տալիս, ասում ենք Աստված քո հետ լինի, ինքն էլ ասում Աստված քո հետ եղնի, մտածենք դե հա դե կարևորը մաղթանքն է, իրար մաղթում ենք, ուզում ենք Աստված մեր կյանքի մեջ ներկա եղնի, այսքան թե ամբողջ։ Այսքան թե ամբողջ։ Ուզում ենք ձեռի հետ Աստծուն մոտ եղնենք, թե իսկապես ուզում ենք, որ Աստված մեր կյանքի մեջ արկա լինի, ներկա լինի իր կյանքով, իր փառքով, իր սրբությունով, իր ազդեցությունով, իր գերբնականությունով։ Իսկապես ուզում ենք Աստծուն մեր կյանքերի մեջ կրենք եւ ունենանք, ասում եմ, երբ որ քո ամբողջ սրտովդ եւ ամբողջ հոգովդ կխնդրես, այդ ժամանակ կգտնես Աստծուն։ Եվ սա է կերպը Աստծուն գտնելու։ Ուզում եմ մեջ բերեմ Հակոբոս 4 գլուխ 8-րդ համարը։ Եվ Հակոբոս առաքյալը Տեր Հիսուսի հետ քայլած առաքյալն ասում է. կերպ կա Աստծուն գտնելու, կերպ կա Աստծուն մոտ եղնելու։ Մոտեցեք Աստծուն եւ Աստված կմոտենա ձեզ։ Եթե ուզում եք Աստծուն մոտ եղնեք, մոտեցեք Աստծուն։ Եվ ինչպես գուցե շարունակության մեջ Հակոբոսը մանրամասնում է, թե որն է կերպը, ասում է սրբեցեք ձեռքերն իտոր մեղավորներ եւ ձեր սրտերը մաքրեցեք ով երկմիտներ։ Ասում է մոտեցեք Աստծուն, հետո շարադրում է որն է կերպը Աստծուն մոտենալու։ Ասում է ուզում ես Աստծուն մոտ եղնես, ձեռներդ մաքրի, կեղտոտ ձեռներդ մաքրի։ Այդ որ մեղք ես գործում այդ ձեռներով, երբ որ թերահավատություն, անհավատություն կա սրտիդ մեջ, որ հանուն երկինքի թակավորության պիտի ապրես, բայց երկինքը աշկերիդ առաջից են կոմա գնացել ու մենակ երկրավորն է մնացել, ասում է սիրտդ մաքրի այդ երկմտությունից, այդ թերահավատությունից, որ շուտով երկինք ես գնալու։ Եվ մոտեցի Աստծուն, մոտեցի ու նա կմոտենաց քեզ։ Ուզում ես Աստված մոտեղնի քեզ, ուզում ես Աստծուն գտնես, մոտեցի Աստծուն։ Եվ այդ մոտենալու համար այն նախորդ համարը, որ կարդացինք, ամբողջ սրտով եւ ամբողջ հոգով, եթե ջանք անես, եթե որոնես, կգտնես Աստծուն։ Եսայի մարգարեության 58-րդ գլուխ 8-ից 11 համարներն եմ ուզում կարդամ։ Ահասա է ծոմը, որին ես հավանում եմ։ Լուծիր անիրավության կապերը, բաց արա լուծի կոշկորները եւ ջարդվածներին ազատ թող տուր։ Եվ ամեն տեսակ լուծ կոտրեցեք։ Այո, հացդ կտրիր տուր սովածին եւ թափառական խեղճերին տար տունդ, երբ որ մի մերկ տեսնես նրան հագցրու եւ քեզ պես մարմին ունեցողից քեզ մի ծածկիր։ Կարծես թե ծոմի մասին է խոսում, բայց ծոմի հետ առաջի հայացքից ընդհանրապես կապ չունեցող բաների մասին է խոսում։ Մենք գիտենք, որ դե ծոմը սոված մնալն է ու սոված մնում ես, հա ձեռի հետ գիրք ես կարդում, աղոթում ես, այս երևի սա է էլի ծոմը։ Բայց հանկարծ Աստված մարգարեին ասում է, մարգարեի միջոցով ասում է, սա է ծոմը, որին ես հավանում եմ։ Երբ որ դու պետքա քո հացը կտրես սովածին տաս։ Երբ որ մի կարիքավոր ես տեսնում, մի հատ մարմին ունեցող, քո նման մարմին ունեցող ես տեսնում, նրա կարիքի կողքով անտարբեր չես անցնում։ Երբ որ կյանքիդ մեջ լուծեր կան, գերություններ կան, ու դու այդ գերությունները կոտրում ես։ Ինչին որ կապված ես, ինչին որ գերի ես, այդ գերությունը կոտրում ես։ Սա այս սրան եմ հավանում, ծոմը իմ պատկերացրած, իմ հավանած ծոմը սա է, ասում է Տերը։ Երբ որ լուծի կոշկորներն ես կոտրում, երբ որ ջարդվածներին ազատ ես թողում, երբ որ ամեն լուծ կոտրում ես, այո, հացդ կտրիր տուր սովածին եւ թափառական խեղճին տունը տար, երբ որ մերկ տեսնես նրան հագցրու եւ քեզ պես մարմին ունեցողից մի ծածկիր քո գուտը։ Ինչ կլինի արդյունքում, բա լավ էս անեմ, ինձ ինչ կլինի դրանից։ Շարունակության մեջ ասում է, այն ժամանակ քո լույսը արշալույսի պես պիտի ծագի եւ քո բժշկությունը շուտով պիտի բուսնի
Եվ քո արդարությունը պիտի գա քո առաջից, գնա քո առաջից։ Տիրոջ փառքը պիտի պատի քեզ քո ետևից, այն ժամանակ կկանչես եւ Տերը կպատասխանի։ Դու կաղաղակես եւ նա կասի ահա ես։ Եթե որ հեռացնես քո միջից լուծը, մատնելը եւ չարախոսությունը դեն գցես եւ կերակրես սովածի նախորժանքոթը եւ կարոտի հոգին կշտացնես, այն ժամանակ քո լույսը կպածակի խավարում եւ քո խավարը կլինի կեսօրապես եւ Տերը միշտ քեզ կառաջնորդի եւ կկշտացնի քո անձը երաշտության ժամանակ եւ ոսկորներդ կզորացնի եւ ջրարբի պարտեզի պես կլինես եւ ջրի ակնի պես, որի ջուրը չի պակասի։ Դու Տիրոջը կասես Տեր ուր ես, Տերը կասի ստեղ եմ։ Դու կասես Տեր որտեղ ես, կմտածես որ Աստված հեռու է քեզանից, բայց Տերը կասի այնքան մոտ եմ որ դու լսում ես իմ ձայնը, այդքան մոտ եմ, որ Տիրոջ փառքը քեզ քո հետևից կպաշտպանի, կպաշարի, կծածկի, որ Տերը կհայտնվի։ Եթե իսկապես ուզում ես Աստծուն գտնես, խրախուսում եմ, որ ծոմ պահես։ Եթե Աստծո ներկայությունը շատ ավելի կարևոր է քեզ համար, քան քո մարմնի ցանկությունը կամ մարմնիդ լավ զգալը, խրախուսում եմ ծոմ պահես։ Եվ սրանով դու Տիրոջ երեսը փնտրած կլինես, սրանով Տիրոջը մոտեցած կլինես։ Եվ այդ ծոմապահությունը թող չլինի միայն հաց ու ջուր չանելը, այլ թող լինի այն ինչ որ կարդացինք, երբ որ տեսնում ես մի կարիքավորի անտարբեր չանցնես, երբ որ տեսնում ես մեկին, որ օգնության կարիք ունի, որ քո աջակցության կարիք ունի, գնաս կողքին կանգնես, երբ որ տեսնում ես մի սգավոր գնաս հետը լացեղնես, երբ որ տեսնում ես մի հատ ուրախացողի հետ իրանով ուրախանաս, երբ որ ասում եմ մատնելը հեռացնես քեզանից, այս դավաճանության մատնելու մասին է, երբ որ ես ժամանակ կար մտածում եմ մատով ցույց տալն էր, բայց սա դավաճանության մասին է։ Երբ որ դու պատրաստ ես մարդկանց սխալները ծածկես, մարդկանց համար հոգս քաշես, ցավ քաշես, աղոտ քանես, որ ողորմություն կա իրաց կյանքի մեջ։ Եթե իսկապես ուզում ենք Տիրոջը ներկայությունը գրավենք մեր կյանքերի մեջ, եկեք գնանք սրտի ծոմապահության եւ ոչ թե ընդամենը խոսքերով ծոմապահության։ Ուզում եմ մի վերջի համար կարդամ։ Հովհաննես Ավետարան 14-րդ գլուխ 23 համար։ Հիսուսը պատասխանեց նրան եւ ասեց. Եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքերը կպահի, եւ իմ Հայրը կսիրի նրան, եւ նրա մոտ կգանք, եւ բնակություն կանենք նրա մոտ։ Տեր Հիսուսը Պետրոսին, որ 3 տարի ու կես քայլել էր իր հետ, որի սիրտը կապված էր Տեր Հիսուսի հետ ու Տեր Հիսուսին ասում էր քո համար անգամ կմեռնեմ, այդքան թանկ ես դու ինձ համար, այդքան կարևոր ես դու ինձ համար, որ կյանքս չեմ խնայի քո համար, կյանքս կդնեմ քո համար։ Տեր Հիսուսն ասում էր մատնությունից հետո, դավաճանությունից հետո, խաչելությունից եւ հարությունից հետո, երբ որ Տեր Հիսուս հանդիպեց Պետրոսին, ասում էր Պետրոս սիրում ես ինձ, ասում էր հա գիտես սիրում եմ քեզ, ասում էր Պետրոս սիրում ես ինձ, ասում էր հա սիրում եմ քեզ։ Եթե այսօր Տեր Հիսուսը հարցնելու լինի ինձ ու քեզ, ասի սիրում ես ինձ, ու ինչքան ես սիրում ինձ, ինչ ձևով ես սիրում ինձ, պարզապես բարեկամական սիրով, որ ինձ է ոնց որ հարևանի երեխուն կսիրեիս տենց, դե լավ է էլի, թե իսկապես սիրում ես ինձ։ Պետրոսը հասկացել էր, որ ինքը չի կանգնել Տիրոջ կողքին, այդ որ խոստանում էր, ասում էր ես քո համար կյանքս կդնեմ, հետո հասկացել էր, որ իր կյանքն իր համար ավելի կարևոր է, քան Տիրոջը հավատարմությունը, որովհետև երբ որ անգամ մի հատ աղախին իրան
ասում էր, սա էլ է Հիսուսի հետևողներից։ Ինքը ասում էր, չէ, այդ ինչ ես ասում, անգամ հայհոյում էր, ասում էր, այդ ու ինքը հասկացել էր, որ ինքը չպահեց իր կարևորությունը Հիսուսին այնքան չկարևորեց, ինչքան ինքն իրան կարևորեց։ Ուզում եմ քեզ ասեմ, ինչքան ես սիրում Հիսուսին։ Տեր Հիսուսն ասում էր, եթե մեկը ինձ սիրում է, իմ խոսքը կպահի։ Եթե ես իսկապես որևէ մեկի համար թանկ եմ, դա ինչ որ ձևով կդրսևորվի։ Եվ ոնց կդրսևորվի, այդ մարդն իմ պատվիրանները կպահի։ Եթե իսկապես ինձ սիրում է, դա կերևա նրանով, որ իմ պատվիրանները պահում է։ Ինչ կլինի դրա արդյունքում։ Եվ իմ հայրը կսիրի նրան, եւ նրա մոտ կգանք եւ բնակություն կանենք նրա մոտ։ Պարզապես մի այցելություն չի լինի։ Պարզապես այնձև ոնց որ որոշ պաշտամունքների ժամանակ, երբ որ հանկարծ գալիս ես, ինչ որ Աստծո այցելություն ես ունենում, հետո գնում ես տուն, կարծես թե գնում է այդ այցելությունը, այդ ներկայությունը։ Հետո ասում ես, դե մի շաբաթ հետո էլ գնամ ժողովի, գուցե Աստծո ներկայությունը նորից գա։ Բայց ասում եմ, սա մի պահի այցելություն չի լինի, որ դու կարծես թե կմտնես իմ ներկայության մեջ, քեզ մի քիչ լավ կզգաս ու դուրս կգաս։ Եթե դու իսկապես սիրում ես ինձ, կսիրվես իմ հորից, եւ կգանք եւ բնակություն կանենք։ Դա մշտատև բնակություն է, դա մշտատև մնալն է։ Ու պատկերացնում ես տիեզերքի արարիչն ասում է, ես կգամ ու քո հետ կմնամ։ Այն փառքի Աստվածը, այն սրբության Աստվածը, այն որ Սինա լեռան վրա մխում էր լեռեն, այդ Աստծո ներկայությունից այնքան ահարկու էր, որ Իսրայելի ժողովուրդն ասում էր, այդ ձենը այնքան սարսափելի է, որ մենք վախում ենք։ Այդ Աստվածն ասում է, ես կգամ ու ես ինձ լավ կզգամ քո սրտի մեջ, ու դու քեզ լավ կզգաս։ Երբ որ դու ինձ սիրես, այդ ժամանակ իմ բնակությունը կլինի քո կյանքի մեջ, երբ որ ինձ կսիրես։ Սիրելի փրկիչ, մեր թագավոր ու մեր Տեր, մեր թանկ, մեր սրտի ցանկալիք, քո խոսքն ասում է, որ շրթունքներով ու լեզվով չսիրենք քեզ, այլ ճշմարտությունով սիրենք քեզ, իսկապես սիրենք քեզ։ Մեր սիրտն է կանչում քեզ ու ասում է, սիրում ենք քեզ։ Մեր շրթունքներով չմոտենանք քեզ միայն, այլ ճշմարիտ սրտով։ Եվ մենք այսօր ուզում ենք սրտով մոտենանք քեզ, որովհետև դու մեր համար այնքան կարևոր ես ու այնքան թանկ ես։ Մենք չենք ուզում այս աշխարհին բարեկամ լինել, այս աշխարհի կենսակերպին, այս աշխարհի արժեքներին, այս աշխարհի նիստուկացին, այլ ուզում ենք դու լինես մեր կյանքերի մեջ այդ կարևորը։ Եվ մենք սիրում ենք քեզ։ Մենք սիրում ենք քեզ։ Մեկին չունենք քեզանից բացի, ով այդքան բան արել է մեզ համար, ով իր կյանքն է դրել մեզ համար, բոլոր մարդիկ իրար հետ վերցրած մեզ համար այդքան բան չեն արել, ինչքան դու ես արել մեզ համար։ Ամեն անգամ, երբ որ քու դեմ հանցանք ենք գործել, քու դեմ մեղք ենք գործել, դու շարունակել ես գրկաբաց լինել մեր նկատմամբ եւ սիրով ներել ու հանդուրժել մեզ, որովհետև դու լավ ծնող ես մեզ համար, որ սիրում ես մեզ եւ հոգատար ես մեր նկատմամբ։ Շնորհակալ ենք քեզանից։ Խոնարհվում ենք քեզ, մեր սրտերն ենք խոնարհացնում քեզ եւ քեզ ասում ենք, որ քո կամքը մեզ համար շատ ավելի էական է, քան մեր կամքն է մեզ համար էական։ Եվ մենք ուզում ենք ապրել քո կամքի մեջ, ուզում ենք հետևել քեզ, ուզում ենք մեր սիրտը կապված եղնի քո սրտի հետ,
ուզում ենք նստենք վեր կենանք քու հետ, ուզում ենք քու կամքի ու կանոնի շրջանակներում ձևավորել մեր կենսակերպը եւ մեր արժեքները համապատասխանեն քու արժեքներին, Տեր։ Մեր վերաբերմունքը սերված եղնի քո վերաբերմունքից, մեր ցանկությունները գան քո սրտի ցանկություններից, Տեր։ Մենք ապրենք քու հետ ու քու համար, մենք ապրենք քեզ մեր սրտերի մեջ կրելով եւ քեզ մեր կյանքի մեջ որպես նպատակ ունենալով, որ չունենանք երկավոր նպատակներ քո նպատակներից են կողմ, այլ մեր նպատակները դեպի քեզ լինեն, որ քո ձեռքը չցանկանանք, այլ քեզ ցանկանանք, որ քեզ որոնենք եւ ոչ թե քո ձեռքինը որոնենք,